զինվորական քննչական մարմինը, հա, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննեց, իդեպ շատ հետաքրքիր մի դրվագ կա էլի, այստեղ որ գուցե վրիպեց շատերի աչքից, դա տեղի ունեցավ Ադրբեջանի լրատվականներով եկած եւ որը նաեւ արտացոլվեց Հայաստանի իշխանական որոշ ԶԼՄ-ների մոտ, հա, որի հիման վրա իբր Սամվել Շահրամանյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններին տվել է ինֆորմացիա ռազմաքաղաքական ղեկավարների այդ կոորդինատները տվել է, որի արդյունքում էլ իբր նրանք կարողացել են շատ արագ կալանավորել մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, որն այսօր գտնվում է ցավոք գտնվում է Բաքվի բանտում եւ մենք տեսնում ենք ինչ կեղծ շինծու դատավարություն է շարունակվում եւ այս իշխանությունը այս հարցում դարձյալ անտարբեր է նորից մեղքը գցելու խնդիր կա Ռոման, այսինքն նորից ուզում է մեղքը գցել, ասել դուք եք մեղավոր արցախցիներ եք, ես կապ չունեմ այդտեղ, հա։ Հետապնդում ես հիմա կպարզեմ, ես անդրադարձել եմ այդ թեմային, ես կոնկրետ կետ անձանց մասով նշել եմ, որ ռազմաքաղաքական ղեկավար ինչպես է երևարվել կամ ինչպես է ձերբակալվել Արցախի հանրապետությունում ադրբեջանցիների կողմից եւ վստահեցնում եմ, որ Սամվել Շահրամանյանի բոլոր գործողությունները հակառակը նպաստել են նրան, որ այդպիսի գործողություններ տեղի չունենան, ես բավականին երկար խոսել եմ այդ մասին Facebook-յան ուղիղ եթերով կարող եք դիտել եւ տեսնել ինչպիսի բարձաբանումներ եմ ներկայացրել այդ ամենի կապակցությամբ, ով ինչպես է ձերբակալվել Ցավոք չեմ կարող խոսել զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթից այն ինֆորմացիան, որ հասանելի է, որ հանրային մակարդակում հնչեցված է արդեն կապված նրա հետ, որ վարույթը նախաձեռնված է ադրբեջանական հետ լրատվամիջոցներով տեղ գտած նաև տեղեկությունների արդիվ կամ վարույթ ավելի շուտ էր նախաձեռնվել, սակայն հարցաքննությունը կազմակերպվել է հենց ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունների արդիվ։ Ես սրա մասին խոսել չեմ ցանկանում, բայց ես վստահեցնում եմ, որ Սամվել Շահրամանյանը վարույթով ունեցել է վկայի կարգավիճակ եւ տվել է շատ սպառիչ եւ հստակ պատասխաններ վարույթն իրականացնող մարմնին, որ վարույթն իրականացնող մարմնին կարծես բավարարվել է, բայց Սամվել Շահրամանյանի նկատմամբ իրականացում են այլ քաղաքական հետապնդումներ, այլ ռեպրեսիվ գործողություններ կապված օրինակ, չգիտեմ, պատմության դասագրքի հետ կապված թեման վստահ եմ տեղյակ եք։ Անմիջապես այդ դատականիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցից հետո 30 րոպե հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով, այդ հանրահայտ գործով նրանք կանչել են հարցաքննության եւ հնչեցել այնպիսի բովանդակությամբ հարցեր, որ կարծես ընդհանրապես դրան հնչեցնելու անհրաժեշտությունը չկար։ Մի խոսքով դրան զուգորդեց նաև հաջորդեց նաև Արցախի հանրապետության ներկայացության մշտական ներկայացությունում իրականացված խոզարկությունը, այդ ռեպրեսիվ գործողությունները, որոնք շարունակական իրականացվել շարունակում են իրականացվել